Բարև ձեզ հայր ջան։ Ես ձեզ հիմա ցույց կտամ երկու վիդեո։ Շատ կարևոր ինֆորմացիա եմ հիմա ձեզ տալու եւ իրար հետ քննարկելու ենք ինչը ինչի համար է։ Ժողովուրդ ջան, հայր ջան։ Ուրեմն այս Սա ուրեմն Վրաերտ Թումանյան Նալբանդյանի խաչմերուկում ի գնացով, սամակատով երտևող աղջկան տեղափոխում են հիվանդանոց։ Մինչ տապօգնության ժամանակ աղջկան փորձել են քաղաքացիները օգնություն ցուցաբերել փաստինֆո։ Թումանյան խաչմերուկում ի գնացով երտևեկող աղջկան տեղափոխում են, այսինքն հեծանիվով, աղջիկ հեծանիվով քշել է իրան հեծանիվը, ստեղծվել է ավարիա, վթար է տեղի ունեցել։ Так, կարդում եմ կոմենտները։ Լրիվ ճիշտ կոմենտներ են գրած ժողովուրդ ջան։ Ժողովուրդը գրում են, որ հոգնել են արդեն, այս հեծանիվներից, այս մոտոներից, այս սևամորտներից եւ խանգարում են վարորդներին եւ խանգարում են հետնորդներին, քայլում ես քշում են կամ վրեդ, կամ հետևից են քշում, իրան շան լեզվով չգիտեմ իբր թե ներողություն են խնդրում։ Ահավոր վիճակը քաղաքում հիմա ցույց կտամ մյուս ձեզ ինֆորմացիան ժողովուրդ ջան։ Տրանսպորտով քաղաքի մուտքերի մոտ եւ Երևանի մուտքերի մոտ մեծ ավտոկայանատեղիներ նորից տնեմ կկառուցվեն։ Վարորդներ Երևանի մուտքերի մոտ մեծ ավտոկայանատեղիներ կկառուցվեն։ Վարորդները պետք է այնտեղ թողնեն անձնական մեքենաները եւ տեղաշարժը շարունակեն հանրային տրանսպորտով։ Քաղաքի մուտքերի մոտ եւ տարբեր հատվածներում առանձնացնել այն կետերը, որտեղ որ մենք ունենալու ենք մեծ ավտոկայանատեղիներ, որտեղ որ մարդիկ թողելու են իրենց անձնական ավտոմեքենան եւ շարունակեն տեղաշարժվել հանրային տրանսպորտով։ Երևանի մուտքերի մոտ մեծ ավտոկայանատեղիներ կկառուցվեն։ Վարորդները պետք է այնտեղ թողնեն անձնական մեքենաները եւ տեղաշարժը շարունակեն հանրային տրանսպորտով։ Քաղաքի մուտքերի մոտ եւ տարբեր հատվածներում առանձնացնել։ Լսեցիք ժողովուրդ ջան, Երևան մտնող տարածքներում կառուցվելու են մեծ ավտոկայանատեղիներ եւ շրջաններից եկած բնակչությունը պետքա Երևան չմտնեն ավտոյով, օգտվեն քաղաքային տրանսպորտով։ Ինչա ստացվում ժողովուրդ ջան։ Ուրեմն երբ որ մենք փախստական ենք 88-ից մինչև 91-2 թիվ հայերը Բաքվից փախնում են, Սումգայիթից փախնում են, Շահումյանից, Գետաշենից փախնում են հայերը, Երևանը հայտարարել էին նախորոք, որ փակ քաղաք է։ Ոչ մեկ իրավունք չունի գա Երևան բնակրվի։ Երևանը փակ քաղաք է։ Այսինքն քաղաքից գալիս էին, քաղաքից Բաքվի քաղաքից գալիս էին վարպետներ, գալիս են բարձրագույն կրթություն ունեցող ուժեղ մասնագետներ,
փոխանակ այդ պոտենցիալը հայերին օգտագործեն, մենք այն վաղ չենք հասկանում, որ երկիրը կառավարվում է ջհուդներով, ջհուդի ծրագիրն է, որ Բաքվից ինչքան, Սումգայիթից ինչքան կենտանի մնացած հայ կան, որ Հայաստանում չբնագրվեն, Հայաստանը ընդամենը դառնա հայության համար պիրիսիլնի պունկտ, գան ու գնա, տրանզիտնի զոնա։ Երևանը փակեցին ու բոլոր քաղաքի բնակչությանը ուղարկեցին շրջաններով, գյուղերով, սահմանամերձ գոտի, կանանչ ցանենք, կանանչ արտադրենք, կանանչ ծախելով ապրենք։ Իմիջայլոց ասեմ, որ այն պիտակավորումը, որ դրեցին Բաքվի հայության վրա, Բաքվաբոս, սա հատուկ արված տեխնոլոգիա էր, որ Բաքվի հայությանը ստեղի ջհուդները փաստացի, այս պիտակը տարածեցին, հայի անվան տակ բացասական վերաբերվեցին Բաքվի հայությանը, որ Բաքվից եկած հայը նեղվի, դե տարածում են հայաստանցիների հետ ապրել չի լինում, փաստորեն նստած են ստեղ, այդ գործն են անում, որ Հայաստանում ով եկավ, ինչ կատեգորիայի հայ եկավ, որտեղից որ գա, թողի փախնի։ Այդ գործն արեցին, որ Բաքվի հայությունը, Սումգայիթի հայությունը, Գետաշենի, Շահումյանի հայությունը ոչ մեկը ստեղ չհիմնավորվի, թողնեն փախնեն ժողովուրդը։ Փախստական ժողովուրդ ջան, դա նշանակում է տուն ու տեղ քանդված, զերոյից սահ կորցրած, զերոյից պիտի մտածես, կյանքը սկսես։ Բոլորս տեսանք, Արցախի կապիտուլյացիան մեր վզին փաթաթելուց հետո սկսվեցին Հայաստան ներմուծվել ջհուդները, տարբեր կատեգորիաների տակ։ Երբ որ Ուկրաինայի, Ռուսաստանի պատերազմը ջհուդները սարքեցին, սլավոնների գլխին, իրանք այդ քողի տակ, իբր թե Ռուսաստանից ռուսներ, Ուկրաինայից ուկրաինցիներ, իրականությամբ Ռուսաստանի ջհուդներ, Ուկրաինայի ջհուդներ, բերեցին 100 հազարավորներին լցրեցին Հայաստան, հայտարարեցին, որ իրանք փախստական են։ Իրանք պատերազմին չեն ուզում մասնակցել, իրանք շատ սենց զարգացած բարի են, պատերազմին չեն ուզում մասնակցել, Պուտինը դրեց ուղարկեց Զելենսկիի հետ ստեղ Հայաստան, փափուկ զախված Հայաստանի, երբ որ էլանք խոսացինք, Պուտինը լավ հայտարարեց, որ իրանք աշխատատեղ չեն զբաղվեցնի, ձեր հացին իբր թե վայից չեն լինի, մի բան էլ իրանք իրանց աշխատավարձներից նոթբուկով են ընդհանրեն աշխատելու, Հայաստանի բյուջետին փող են լցնելու, դուք հայերը նստեք ու կերեք այդ փողերը։ Երբ որ հայտարարեցինք, որ մեզ ձեր փողերը պետք չի, քո եղածը տարի հետ, էլան խաղցան, որ ասենք փաստացի դիզերտիր են։ Մեզ ձեր դիզերտիրները պետք է հերիկա, որ մեզ հայտարարեցիք 30-40 հազար զինվորների մեջ հայտարարեց Էրատոն, որ 11 հազար դիզերտիր ենք իբր թե ունեցել, դրա համար ենք իբր թե յանի մենք պարտվել ենք, ձեր դիզերտիրներին տարեք ձեզ մոտ։ Էլավ հայտարարեցին, որ ՖՍԲ-ն պիտի ման գա, մինչև հիմա ման է գալիս։ ՖՍԲ-ն ում բռնեց, պիտի տանի ետ, մինչև հիմա բռնում են ու տանում են ետ։ Ամենակարևորը Անցած տարին ջհուդների միության նախագահ Ռիմա Վարժապետյանը խոսած Իհրատ Երջանիկ դեմքով, որ ի վերջապես Հայաստանի դեմոգրաֆիկ քարտեզը փոխվեց, Հայաստանը առաջ մոնոֆիզիտ պետություն էր,
դարձավ ինտերնացիոնալ պետություն, բա եվրեյների միության, եվրեյներն սաղից շատ տարապում են, որ Հայաստանը մոնոֆիզիտ պետություն է, պիտի սաղ գան լծվեն, տարբեր կատեգորիաների տակ ջվուդները եկան լծվան, հետո սարկեցին Իսրայել-Իրանսկի պատերազմ, բերեցին իբր թե Իսրայելից հայերն են գալիս, Իրանից պարսիկներն են իբր թե գալիս, եկան լծվան, ինչա ստացվում ժողովուրդ ջան, Էլան հեղափոխություն արեցին, ասեցին, որ Հայաստանի քաղաքացին շտրաֆի մատերիալ չի, ելավ կախվավ տրուբեկներից, էրատոյ տրուսիկը քաշեց կամերաների վրա, ասեց այլևս կամերա չի լինելու Հայաստանում, իրականությամբ և կամերաներ շատացան, և շտրաֆների տեսակներ շատացան, և շտրաֆի գումարներ բարձրացան, Ռիմա Վարժապետյանը հայտարարեց, որ հրեաները, որ եկել են, ջվուդները, որ եկել են Հայաստան, շատ գոյ ու շնորհակալ են հայերից, շատ ջերմ ենք մենք իբր թե իրանց ընդունել, ու ամենակարևորն ասեց, որ իրանք արդեն ձեռք են բերել բնակարաններ, ավտոներ, они уже рожают детей. Обзавелись квартирами, машинами и уже рожают деточек. Ба. Հիմա ինչ է ստացվում։ Եկան կես միլիոնից ավել լծվան, ճաշմաշեպուղ չեն, որ շատ իրանք փողոցներում չերևան, բերեցին սևամորտներին էլ լծրեցին, իգիլը իրանց պատինցալն է, սա որ այդ յաշիկները արած, կեղդոտ ոտերով, վիտնամ կեկներով կամ բուցիներով, մոտոները ու հեծանիվները քշում են ամբողջ Երևանով ու Հայաստանով մեկ, ոչ մեկը ոչ պրավայա պահանջում, ոչ մեկը ոչ նարուշենիա գրանցում, վարորդներին խանգարում են, ավարյաների մարտասպանության պատճառ են դառնում, ոչ մեկը ոչ պրավայա ստուգում, ոչ շտրաֆ են նշանակում, ոնց ուզում են քշում են։ Մի վրա էլ են մի անգամ քշել հեծանիվով, մաման լացացրել են, всё ничего։ 2 տարի առաջ, թե 3 տարի առաջ, մետրոյի մեջ եմ, տեսնեմ, հեծանիվով մտնում է մետրոյի վագոնի մեջ։ Այսինքն փող են աշխատում, որ իբր թե հեծանիվով քշում են, մտել է մետրոն, հեծանիվ է խար, յաշիկը վզին մեջքին, մտնում է պոեզը մետրոյին, որ ճանապարհը չքշի, գնա մետրոյով քյար անի ժամանակն ու փողը ու տանջանքը, որ ինքը գնա քյասարով կոպիտ ասած, գնա հասնի կլիենտին ապրանքը տանի։ Մաման լացացրել է։ Ասում եմ, կարող է գիտես էսի քեզի գարաժա, մի հատ էլ արեք ձեր տուն ու տեղն էլ, վաբշե լծվեք ստեղ, քնեք, ելեք, ինչ ուզում եք արեք։ Հանել եմ վագոնից, ժողովուրդ ջան, հանել եմ։ Մի 3-4 օր առաջ տեսնեմ, պապան օղերը անգաջներին, իրան երկու լամուկ, սամակատը, ժողովուրդին կայնելու տեղ չկա, թկած կա, որ մարդկանց ոտերի վրով, կոշիկները փոշիացնելով, տրորելով, այդ սամակատը թարս նայեցի, հասկացավ, չգիտեր ուր կողեր այդ սամակատը։ Նման բան ես տեսել եմ Գերմանիայում, ժողովուրդ ջան։ Այո, նստում են հեծանիվներով ավտոբուսների մեջ, մետրոների մեջ, ոչ մեկը ոչ պրավայա հարցնում, նույն ճանապարհներով օգտվում են, ուզում են ավտոճանապարհի վրով են գնում, ուզում են տրոտուարների վրով են գնում, բոլորին խանգարելով, բերի լցրել են ու ոչ մեկը, այնօր գրեցին մարդիկ, որ հայրը մի կերպ է երեխուն փրկել, հասցրել է ձեռից քաշել, որ մոտոյի տակ չընկնի։
Տրատուարով քշում են ժողովուրդ։ Տրատուարով ուր որ պիտի մենք քայլենք, քշում են։ Ուզում է դեպ ստրեչնիա գալիս, ուզում է հետևիցը դա գալիս։ Ոչ մեկը, ձեռի հետն էլ ասեմ ձեզ, նարկոտիկի գործ են անում։ Եկան լծվան Երևան, գիտեք ինչի մենց քաղաքներ են ստեղծել, հողերից ժողովուրդին կտրում են, որ հողի կռիվ տվող չլինի, երկրորդը գյուղերում իրանց բոզությունը չեն կարա շատ անեն։ Ստեղծում են մենց քաղաքներ, որ իրանք լծվում են քաղաքները, ջհուդները, որ իրանց կլուբները, բաները, կազինոները, բան դառնա պրոստ քողոք, զարկացած, որ իրանք բոզությունն անեն, քեզ էլ ասեն, հա քեզ ինչ ա խանգարում, անողն այնումը, չանողը չի անի։ Քո ինչ գործն ա, էդ իրան անձնական կյանքն ա։ Տեսակ բոզեր ոնց էլ ան, հայոց տունը քանդեցին, որովհետև թույլ տվեցինք, կեղտը մեր մեջ տարածվի։ Օջախը ոչ թե միայն ֆիզիկապես պիտի մաքուր լինի ժողովուրդ ջան, իսկ մեր Հայաստանը մեր բոլորիս օջախն է։ Անգամ կեղտ մարդ պիտի չլինի։ Կեղտ մարդ չպիտի լինի։ Հիմա ինչ է ստացվում։ Հային, գյուղացուն, ասում է Երևանից օգտվելու իրավունք չունես քո տրանսպորտով։ Ջհուդներն եկան լծվան, իրանք իրավունք ունեին, այս երկրի համար ոչինչ չանելով, պատերազմի չմասնակցելով, երկիրը չպաշտպանելով, հələ չխոսամ մեզ դեմ տալով, երկրի բյուջետը ոչ մի կոպեկ չլցնելով երբեք, եկել են իրանց ասաղ, Երևանում իրանք պիտի քշեն, հիմա էլ ասում են գյուղացի, դու մեզ խանգարում ես։ Էդ ով իրանց իրավունքը տվեց մարդու ազատ շարժվելու իրավունքը խախտեն։ Ով իրավունք տվեց ավտոն ինչի համար է։ Ով է տեսել, որ ավտոն նախատեսված է մենակ քո գյուղում քշես։ Բա իրանք ինչի եկան, չգիտես որտեղից քշելով եկան հասան Հայաստան։ Հային փաստացի հիմնական հայերը ապրում են գյուղում, հային զրգում է Երևանից, բա Երևանը պիտի սարքին Իրիվան, գնացել է կոնտ, հիմա կոնտն են կառուցում, Դա Ալիևն ասել է, որ կոնդը իրանցն է, բա ջհուդներն են այդտեղ ապրել, ժողովուրդ, բոշեք։ Փաստորեն բոշեկն իրանք են, ասում եմ։ Եկել են լծվել են հայերի մեջը, սարքել են, որ իրանց է, ինչ է խոսում։ Պիտի ինֆրաստրուկտուրան զարգացնեն, տարածքը շինարարությունը սկսեն եւ վերակայնացնեն պատմական արձանները։ Ալիևն է գոռում, որ այդտեղ իբր թե մզկիթ է եղել։ Էլ ինչ պատմական արձանների մասին է խոսք կոնդում, որ պիտի վերակայնացնի պատմական արձանները։ Հայերին, ժողովուրդ, հայերին արդեն սահմանափակում են Երևան մտնել։ Հիմա բոլորը գոռում են, որ Հայաստանի Միրգ բանջարեղեն Ռուսաստանը արկելում է, շուկայից զրգում է, բոլոր ջերմոցները, ինչ որ կա, սկսած Միշիկ Մինասյանին է, Սպայկեր Միշիկ Մինասյանին է, մնացածն էլ հազարավոր հեկտարները իրանց է, հազարավոր հեկտարները ջհուդներին է, ժողովուրդ ջան, գյուղացուն հողը տվեցին, խորամանկ խաղը խաղցան, սկզբից սովետը ստեղծելուց ժողովրդից հողը ձեռից արան, ստեղծին կոլխոզ, սովխոզ, սարքին պետականը, քոնը չի, օբշիա,
գողություն էլ, ինչ էլ ուզեցան արեցին, մարդկանց ասին քեզի պետքա, քոնը չի, պետականը։ Թալանեցին ու տարան։ Հետո ասեցին, հողերը բաժանում են ժողովրդին։ Հողերը բաժանեցին ժողովրդին, ջրերը կտրեցին ժողովրդի վրան, ժողովուրդ ջան։ Որ հայ ժողովուրդը չկարողանա հողը մշակի, եկամուտ ստանա, զարգանա, հիմնավորվի, ոչ, ժողովրդին ջուր չտվեցին, ժողովուրդը ընկան պարկերի տակ, ստիպված վերցրին վարկ, այսենց են մտցրել ժողովուրդին պարկերի տակ, ժողովուրդ ջան, ստիպված վերցրեցին վարկ, որ հող մշակեն, հողը մշակում են, գառնանայցը սկսում են, աշունը ջուրը կտրում են, բերկը չորացնում են, ասում են երաշտ, գյուղացին մնանց կրկնակի պարկի տակ, մի բանկից վերցրեց, այս բանկի փողը փակի, տոկոսներն աճան, 2 վարկ վերցրեց, 2 բանկից են մի վարկը փակեց, որ տունը չկորցնի, ու սենց գյուղաշխարը մտցրեցին տոկոսների տակ, ժողովուրդը ելան թողեցին իրանց հողերը, հողի արժեքը սարքեցին կոպեկներ, բարի բուն իմաստությամբ, հասկանում եք, մի հեկտար սեփականաշնորհում հող $200 իջեցրին միջև։ Ժողովուրդը ելան սկսին գնալ խոպան, որ աշխատեն այդ տոկոսները փակեն, մարդիկան գնացին ու մտածին, որ պիտի աշխատեմ, բերեմ տոկոս փակեմ, նորից հող մշակեմ, ընկնեմ նորից պարկի տակ, այնա մի քանի կոպեկ աշխատում եմ, ուղարկում եմ ընտանիքիս։ Որն էլ մտածեց, եթե այստեղ եմ ընտանիքս այնտեղա, ապրելուս միտքը որն է, քաշեց ընտանիքն էլ տարավ։ Արտագաղթի նոր ալիք հասկանալով ստեղծեցին, հայաթափություն էին անում, ժողովուրդ ջան։ Հիմա այն գյուղացիք, որ մնացել են, կպրճկել են իրանց այդ կես հեկտար, 2 հեկտար, 1 հեկտար հողին, հիմա այդ գյուղացոց պիտի հողից զրգեն, կներեք, այս ֆերմաները, որ ստեղծվան, արան կոպեկներով հողերը, ժողովրդի ձեռից, պաչիմուտ արդեն ջուր էլ կա, ամեն ինչ էլ կա, հիմա այս գյուղացոց պիտի շուկայից թռցնեն, ժողովուրդ ջան։ Արկելում են Երևան մտնել ավտոյով, դա նաև նշանակում է, որ գյուղացուն արկելում է ավտոյով բերք բերել Երևան, վաճառել, ելան տարածեցին, որ Ռուսաստան արկելեց, ապրանքը մնանց Հայաստանում, գյուղացին ոչ մի կոպեկ գին չիջեցրեց։ Ժողովուրդ, գյուղացին իրան ապրանքի գին թելադրող չի։ Դուք, որ շուկաներում տեսնում եք, 90%-ը դա հենց բոշեկն են, թուրքերն են, առևտուր անում, դալար, որ ասում են, դալալ, իրանք են հայախոս, գյուղացին ոչ թողնում են գա շուկան, իրան ապրանքը ծախի, ես այդ սաղ անցել եմ, Բաքվից եկել եմ, գյուղ եմ ապրել, ժողովուրդ ջան, հեկտարներով և ձմերուկ եմ ցանել, և պամիդոր եմ ցանել, և ծորեն եմ ցանել, դարձել եմ և ագրոնում, և բիզնեսմեն, դու պիտի ուժեղ լինես, որ կարողանաս շուկան մտնես, ապրանքը ծախես։ Դալարները հոշոտում են գյուղացուն, իրանք տեսնում են զալյոտնինովա, վրա են տալիս։ Ուրեմն հայտարարեցին, որ գյուղացին գինը չիջեցրեց, Հայաստանում գինը դրա համար չի ճավի փրտե։ Իրանք պլավնի պերիխոդ են անում, Սինգապուրն են արդեն հասցնում, բայց ճանապարհները արեցին իրանց համար, ժողովուրդ ջան, մեր տղեկներին սպանեցին, որ այդ ճանապարհները կառուցեն, իրանց արտեն ֆերմաների ապրանքները արտահանեն։ Հիմա հայ գյուղացուն
Իրանցը հասցնում են Սինգապուր, դրա համար գինչի չէ, ժողովուրդ ջան, որովհետև իրականությամբ եւ Ռուսաստանն է գնում ապրանք, եւ հիմա Եվրոպա ու Սինգապուր տարան ապրանք, իրանք էս ամեն ինչը իրանց համար, մեր հողերը, մեր երգիրը, մեր ճանապարհները, ամեն ինչ իրանցով անելու համար են արել, անում են, հիմա գյուղացիներին վերջի այդ հողակտորներից ուզում են թռցնել, արկելում է Երևան ավտոյով մտնել, դա նշանակում է գյուղացին իրան ավտոյով չի կարա մտնի բերք բերի, ժողովուրդ ջան, ինչ է լինելու այդ գյուղացու հետ, իհարկե, ինքը չի կարողանա իրան ապրանքը ծախի, գյուղացին գին թելադրող չի, ժողովուրդ ջան, գյուղացուն են գին թելադրում, գյուղացու ապրանքը մի քանի օր կյանք ունի, ծառի վրա փջանալու է, քամին թափելու է, կարկուտը ծեծելու է, հասունացավ, գերհասունացավ, թափավ գետնին, գին կարա թելադրի են, ով որ կարա ապրանքը պահեստավորի, այսօր չծախվա, վաղը կծախեմ, գյուղացին ապրանքը հասավ մի քանի օր ժամանակ ունի ծախելու, այդ մի քանի օր ծախեց, չէ, թափվում է գետնին, հագարակ այս ֆերմաները խոշոր տնտեսությունները, ժողովուրդ ջան, գյուղացու ապրանքի գնին խփում են, Էլան նագլե հայտարարեցին, որ հայ գյուղացին գինը չի չծրեց, դրա համար Երևանում քաղաքներում ապրանքի գինը, գյուղմտերքի գինը չի ճավ, եւ Ռուսաստանում է վաճառվում, եւ հանում են հիմա Եվրոպաները, իրանց ֆերմաների ապրանքները, հիմա գյուղացուն շուկայից թռցնում են, հային ընդհանրապես Երևան արդեն քո համար պրիվիլեգիա կլինի, մտնես դու Երևան, հասկացաք ժողովուրդ ջան, ինչա անում, հայերին զրգում է Իրան, հայերին զրգում են Իրան հողից, երկրից, տարբեր ձևով պայմաններ են ստեղծում, որ հայը լքի գնա, են որ Լեհաստանում երավ խոսած, մի 4 տարի առաջ, ես եմ ասում հողեր հանձնել, դուք եք թողե գնացել, ձեր երկրից, բա պայմաններն այսենց քիչ անում են ենենց, որ հայը չկարողանա ապրի իրան հողի վրա, իրան երկրում, Զատո ջհուդներն եկան, ռուսերեն դպրոցներն պատրաստ, ստեղից դասատուներին ջհուդկեկը որ եկել էին բոզերը, են որ ասին, мы с города приехали, будем только в городе жить, 35 տարի են Հայաստանում, причем են երկրում, որտեղ ուզես չուզես հայերեն պիտի խոսաս, միջև հիմա ռուսերեն են խոսում, Պարզվեց, որ ջհուդկեկն են եկել, բոզությունն անում են Բաքվի հայ անվան տակ, ուղարկեցին միջև ջհուդները պիտի գային, ուղարկեցին Ռուսաստան ու совершенствование, ժամանակագիտ ձևերով, դպրոցներ ավելացրին, շատ արագ ձևով, ոչ մի աղմուկ չեղավ, ոչ մի խնդիր չեղավ, սաղ նախորոք մանկապարտեզներ էլ, դպրոցներն էլ, ջհուդները եկան, սաղ սովորում են, Վդրուկ տեղեր էլ ստացվան, դպրոցներ էլ բացվան, ամեն ինչից բացի, մանկապարտեզներ են բացել, հայերի երեխեքներին են կանչում ռուսական դպրոց ու մանկապարտեզ, որ իրանց բուդուշի շքսաները այսօրվանից հայ երեխեքներին չանգլեն, վաղը վերջի տղեկներին ու աղջիկներին սարքեն ջհուդ, ջհուդի կին, ջհուդի ամուսին ու պրծավ, հայ ազգը, Ենենց որ ժողովուրդ ջան, ձեզ հիմա ես Իսրայել Էրդողան պայիձինը կքծել են մեյդան, ամսու 7-ին լրանում է մի ամիս, որ Նիկոլը 3-րդ անգամ պիտի նստի վարչապետ, ձեզ հիմա կուտ են տալիս, որ Էրդողան էլ է, Նատանյախուն էլ է լա,
Էրդողանի դեմ, մեր շահերը համընկան, չգիտես ինչ, ժողովուրդ ջան, այնտեղ մի հատ Ամերիկայից Լիանա չգիտեմ ինչ կա, ծխում է ինչա, խոսում է շամպես, ներկում են, ինձ հետաքրքիր է, որ 5 ժամ հայլու դեմ նստում են, սարկվում են, բան են անում, հայոց մասին են մտածում, կուկլեկներին հանում են, նստեցնում են, որ խոսում է, որ Իսրայելի ու հայերի շահերը համընկան, էսա Իսրայելը կելնի, թուրքերին կոչնչացնի, հողերը կվերցնի, կտա մեզ հայերիս Հիսուս Քրիստոս։ Էս ոնց եղավ, որ սենց եղավ, էս քանի տարի կուդ էին տալիս, որ Պայիսի Սվիտագորսկին ասել էր, ռոլիկները նկարում են, գցում են ինտերնետ, որ էսա Ռուսաստանը կելնի, Թուրքիայի դեմ, Թուրքիային կոչնչացնի, հողերը կվերցնի, հուներին կտա, հայերին կտա, չգիտես ինչի քրդերին էլ պիտի տան, ու այդ կուդը կերծնելով Արցախը տվին հանցնեցին։ Դե հիմա Պուտինը այդ խաղը չի կարա խաղա։ Պուտինն արդեն ենքան ենք բացահայտել, որ Աթաթուրքի գործն այնում, Լենինի գործն այնում, Ռուսաստանը արդեն այդ դերի մեջ չի կարա լինի պաշտպանող, Թուրքին ոչնչացնող, ապացույցել ենք բոլոր տեսակետով, ատոմակայանա սարքում, Ուկրաինայում ռուսներին է կոդորում, Պուտինը այդ պահին Էրդողանի հետ շամպանսկի է խմում, ապացույցել ենք, բացահայտվել է, հիմա հայոց փրկիչի դերում Նատանյախուին են հանել, ամենաանեկդոտը գիտեք որն է, ժողովուրդ ջան, այսօր Ջավուդ Արա Պապյանը գրել է, որ այ հայերս դուք գրում եք, որ եթե Իսրայելը ելել է Հայաստանը պաշտպանում է, ինքը պիտի շահ ունենա, առանց շահի ոչինչ չի անի Իսրայելը, հա բասմա շահ ունի, որ հայը ելնի կայնի իրան պատմական արտարության դեր, ժողովուրդ, մեզ այս իրանց էշ հալով փորձում են էշի տեղ դնել։ Եղերնը հենց ջվուդներն են կազմակերպել, թուրքն ու քուրդը նույն ջվուդն է, ժողովուրդ ջան։ Հիմա ձեզ խառնում են իրար, որ Նիկոլին ջվուդները 3-րդ ռաունդ բրտեն կնա, որ դուք ես խաղերով, կնեսետը չի ընտուն է, Կնեսետում հարց չի դրվե, Единогласно, ոչ մեկը ոչ воздержавшийся եղել, ոչ դեմ է եղել, դա ինչ է նշանակում, հրահանգ, ծրագիր, չի լինում բնության մեջ այտենց, որ մեկը դեմ չլներ, կամ ձեռնապահ չլիներ, հրահանգ, խաղ, սցենար, Կնեսետ հարցը չի մտցվե, կնեսետում հարց չի դրվե, նույնը արեցին, Բայդենն լավ ասեց, կոնգրեսը չընդունեց։ Այդ ժամանակ էլ այդ ձև հայերին խապեցին, կուտ տվեցին, ժողովուրդ, դուք տեսել եք, որ ձեր հարևանը ձեր ընտանիքի մասին մտածի, կարճ կոնկրետ, կարող է պայի տակ, պաժարը լինի, չգիտեմ, փորձանք լինի, գա հասնի, օգնի, բայց դուք տեսել եք, որ հարևանը անընդհատ քո մասին մտածի, չկա այտենց բան բնության մեջ, իսկ դուք տեսել եք, որ քեզ սպանողը գա քեզ օգնի, ինք իրանից քեզի օգնի, ինք իրանից քեզ օգնի, փրկի քեզ իրանից,
Եղերնը իրանք են արել։ Այսօր ուրեմն Սա սուպերմարկետի ինչ են անում։ Ելնում են կեղտոտում են, ելնում են նկարում են ռոլիկները, իբր թե իրանք եկել են օգուտ են տալիս, մակրության մասին են մտածում։ Կոմիտասի օպերայի դեմի արձանի մոտ նկարել են, թղթերը բան զիբիլը խծում են, նկարում են, գրել եմ աշխարհի զիբիլը դուք եք։ Где вы, там и мусор, вы сами по себе мразь։ Վա, դուք շովինիստ եք, դուք եք, դուք եք։ Դնում եմ այս վիդեոն, ժողովուրդ, ուշադիր լսեք, 15 վայրկյան այս վիդեոն։ Լսեք այս վիդեոն ու պրոստը հասկացեք։ Это плоть от плоти, от еврейской морали и цивилизации. Խոսում է կեդմին։ Կոչվում է վերին աստիճանի կիրթ ու գրակետ Մարта, еврей, разведчик Израиля, ну не знаю, почему разведчик Израиля целый день тараторит из Москвы. Теперь он чей разведчик? Бывших разведчиков не бывают. Если разведчик разоблачен, в тот момент, как его разоблачили, это его последняя минута жизни, ժողովուրդ։ Եթե ձեզ ասում են ես բացահայտված разведчик եմ, ուրեմն իմացեք ինքը դեռ разведկայի անում։ Հիմա նայեք ինչա խոսում։ Нацизм и расизм. Իրոք է։ Нацизм и расизм. И фашизм. Это плоть от плоти, от еврейской морали и цивилизации. На этом она стояла, стоит и стоять завтра будет. Нацизм и расизм. И фашизм. Это плоть от плоти, от еврейской морали и цивилизации. На этом она стояла, стоит и стоять завтра будет. Нацизм, расизм, фашизм – это еврейская мораль и цивилизация, զարգացումն է իրանց։ Դա իրանց բարոյականությունն է եւ զարգացումն է, ցիվիլիզացիա։ Ասում է դա եղել է, կա եւ կլինի։ Դուք սրանցից փրկություն եք սպասում ժողովուրդ։ Հիմա փորձում են այն հայերը, այնց խորամանկ խաղ են խաղում։ Նիկոլը Էրդողանի թելն է թելում անում։ Հիմա մեզ հայերիս, ովքեր որ ասում են, որ սա խաղ է, մեզ ներքաշում են մենց պատերազմի մեջ, սարքում են նիկոլագան են։ Իսրայելն ուզում է օգնի Հայաստանին, հայեր կան ասում են պետք չի։ Այո, պետք չի։ Ժողովուրդ ջան, հայեր ջան, քո խնդիրը քո խնդիրն է։ Քո խնդիրն է, քեզնից բացի ոչ մեկը քո խնդիրը չի լուծի։ Բոլորը քեզ խնդիր ստեղծողներն են։ Բոլոր պետությունները ջհուդների տակն են, ներառյալ Հայաստանը։ Բոլորը քեզ խնդիր ստեղծող են։ Դու սպասում ես խնդիր ստեղծողդ քեզ Իրանից կփրկի։ Հայեր, մեր խնդիրը մենք պիտի լուծենք։ Ու խնդիրն ունի մի լուծում։ Աղբիտեղ աղբամանումը։ Դա իրանց ջհուդների լոզունգն է, երևի մեզ նկատի ունեն։ Հիմա վիդեոները նկարում են Կոմիտաս, հայեր, զիբիլ, Կոմիտասի շուրջ, Կոմիտասի արձանի շուրջ։ Գրել եմ, միջև ձեր գալը քաղաքը մաքուր էր։ Եկաք կեղտը ձեր հետ բերեցիք, որովհետև կեղտ եք։ Բա ինձ գրում է շովինիստ կա։ Եկել է իմ երկիրն ինձ ասում է շովինիստ կա։ Դրել եմ այս կոմենտների տակ այս վիդեոն։ Կրծա, ժողովուրդ ջան։ Всё, պատասխան չունեն։ Եկել են, լծվել են մեր երկիրը, այ ոնց որ հիմա Իսրայելն է փորձում ներկայացնի, որ մեր փրկիչն է, մեր դահիճը։
Էտենց երգիրը կեղդոդող էլա պոստեր են գրում։ Նոր էլ որ եկան, այս խաղերը առանց սիլաֆոններ, զիբիլ են մակրում, Երևանը կեղդոդ է, եկան մեզի փրկեցին զիբիլից։ Նույն հիմա են սկսել այդ խաղը, եվրեյները մեր մասին մտածողներն են։ Անցել են զիբիլի գործի, տեխնոլոգիա է դա, ժողովուրդ ջան։ Երկուսին պատասխանեցի, վсё, պրծավ։ Հիմա դուք իմացեք, ժողովուրդ ջան։ Դուք էլ իմացեք։ Քո դայիճը չի կարա լինի քո փրկիչը։ Իուդան չի կարա լինի Հիսուսը։ Հայկը չի կարա լինի Բելը։ Բելն էլ չի կարա լինի Հիսուսը։ Հայկը։ Հասկացեք, ժողովուրդ։ Այդ որ ասում են փրկության համար պայծին այս դելկու սամիմ սատանոյ, այդ իրանք են հորինել։ Իրանք են հորինել, ժողովուրդ ջան։ Իրանց տեղ են արել։ Դուք պատկերացնում եք, Քրիստոսը կես խոսքով կոյն է, ընտառաջեր սատանու։ Դուք պատկերացնում եք, որ հայկը բելին չխփեր։ Չի կարա այդենց բան լինի, ժողովուրդ ջան։ Լռությունն էլ անգամ մեղք ես գործում, ինքնասպան ես դառնում։ Լռությունը, եթե դու տեսնում ես չար, ձեզ որ ասել են տոլերանտ, դա նշանակում է, որ դու իմունիտետդ կորցրել ես արդեն։ Իմունիտետդ պայքարելու կորցրել ես։ Տոլերանտ դա նշանակում է, երբ որ օրգանիզմը արդեն օտար մարմինը եթե ընկնում է օրգանիզմի մեջ, օրգանիզմը սկսում է պայքարել դրա դեմ։ Ջերմությունն ելնում է առաջի նշանը, որ ինչ որ մի ավելնորդ բան է մտել սիստեմայի մեջ։ Տոլերանտությունը դա երբ որ արդեն իմունիտետը չի գործում, ռեակցիա չի տալիս։ Սատկած վիճակ է։ Տոլերանտ լինելը դա ձեզ սովորեցրեցին, դե անողն անում է, չանողը չի անի։ Ադե քեզ պետք է ինքն է տենց է։ Դարձրին տոլերանտ անտարբեր ժողովուրդ, որ իրանք ցրտվեն, տարածվեն։ Հիմա այս կեղդից միայն դու կարաս մաքրես քո երկիրը, հայ։ Կեղդը ինքը Իրանից քո երկիրը չի մաքրի։ Ինքը Իրանա տեղանում։ Իրանա տեղանում։ Այսօրվանից արդեն գյուղացոցն ասում է, որ վсё, պրծավ ձեր պրազնիկը։ Կարուսել ես ուզում երեխուդ բերես, քո ավտոն միջև Երևանն է գործելու։ Личный автомобиль մենակ до Երևանը։ Դալշե Երևանը մենք Երևան ենք ասում, ժողովուրդ ջան, եկանք Երևան, դարձավ Երևան։ Մենք գիտենք, որ Երևանը։ Մենք գիտենք, որ մեզ տադս բացատրում էր Երևանի անուն, որովհետև նոյ տեսավ, ասեց Երևաց։ Երևաց։ Նախիջիվանը, որովհետև են պահնա, որ են տեղնա, որ նոյ առաջի անգամ ոտը դրեց հողի վրա։ Նախիջավ։ Վան քաղաք կառուցվեց։ Այդտեղ ուրոր նոյը ոտը դրեց։ Հիմա ձեզ սարկում են, որ գյուղացին էլ չի կարա գա Երևան, ինքը ինչ որ արձաններ է վերակայնացնում, պատմական, սարկում են մեր Երևանը, Թուրքի Երևանը, ժողովուրդ ջան, քիչ, կատիլ, կտոր, Ենենց որ մեր հարցերը մենակ լուծողը մենք ենք, ժողովուրդ ջան, ոչ մեկի վրա հերիքա հույս դնեք, ձեր այդ հույս դնելը սրա կամ նրա վրա, հենց այդ հույսով ձեր ոտի տակը փորում են, այդ հույսովից ձեր հույսից օգտագործում են, մեջքիցից խփում են։ Մեր հարցերը լուծող մենք ենք, մենք պիտի չթողենք ամսու 7-ին ինքը վերընտրվի, այս խաղը գծել են դրա համար։ Հասկացաք, իսկ սրան եթե բրտեցին 3-րդ ռաունդ, իմացեք, որ տանելու են այս պատմությունը, միջև
Համաշխարհային մասշտաբով մուսուլմանա-քրիստոնեական կռիվ, ժողովուրդ, որովհետև քրիստոնյաներին, հայերին հանում են մուսուլմանների դեմի փրտե։ Իրականությամբ ջվուտներով սարքում են մեր գլխին մուսուլմանական քրիստոնեական կռիվ, որովհետև իրանք գիտեն իրանց մահը մուսուլմանների եւ քրիստոնյաների միության մեջն է իրանց դեմ։ Հիմա իրանք պիտի հանեն մեզ իրար դեմ, որ իրանք իրանց պաշտպանեն, մեզ ոչնչացնելով։ Այս խաղն է կնում, ժողովուրդ ջան։ Այս խաղին չտրվեք։ Ուզում են ասեն Նիկոլական, ուզում են չգիտեմ ինչ ասեն, այս խաղին չտրվեք, բոլորը միացել են, ես վաղը մանրակրկիտ սաղ կասեմ կբացատրեմ, բոլոր բլոգերներ, պալիտիկներ իրանց սաղ շներով, ողմակով հարձակվել են Հայ ազգի ջանին, այս խաղն են խաղում, չտրվեք ժողովուրդ ջան, մեր խնդիրները լուծող մենք ենք։ Ամսու 7-ին երրորդ ռաունդ, բա Սերժիկին հանում էր, որովհետև երրորդ ռաունդ չպիտի կնար։ Բա ինք ինչի է գնում երրորդ ռաունդ։ Հələ նրան սարկել են Հայ ազգի հերոս պաշտպանել Արցախ։ Այս կոնկրետ մեզ սպանողն է։ Էնի բերեց սրան, որ սրա ձեռով մեզի սպանեն։ Հասկացաք ժողովուրդ ջան, բոլորը միասին քաղաքական դաշտում ում տեսնում եք, հայ չկա, տաղավարներ ում կանչում են, հայ չկա, ժողովուրդ ջան, ջվուդը չի կանչի բերի տաղավար հային պրոպագանդա անեն, որ դուք ընկնեք այդ հայի խելքին ու հաղթեք ջվուդին։ Սաղ իրանք են, մատների բոլոր ֆրացնում են, ամսու 7-ին երրորդ ռաունդ չպիտի լինի, ժողովուրդ, մեր փրկությունը դա է։ Հասկացաք հայեր ջան, գիշեր բարի, շնորհակալություն ձեզ։